Բարև ձեզ Աշոտ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ամեն շաբաթ անդրադառնում եք շաբաթվա հիմնական թեմաներին, ինչ եք առանձնացրել այսօրվա համար, վաղ առավոտից մենք տեսանք հիմա էլ ուրախ ավտոբուսով իրենց հասել են Գեղարքունիքի մարզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, Հայլի ակումբի։ Այսօր գլոբալ առումով խոսելու եմ Նիկոլից, նրա լկտի պահվածքից, նրա ոչ քաղաքական խոսելաձևից։ Ունեք այս օրերս տեսա երեք տեսա, որ Նիկոլը ինչ-որ շարք է սկսել ընդդիմադիր քաղաքական գործիչներին ծաղրելու, նրանց ուժը չափելու, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին շատ անպարկեշտ ձևով արայով է դիմում այդ երեք անձնավորություններին, հետո ասում է արա ուժեղեք ժիմ արեք մի հատ լայվով, հետո չգիտեմ, եթե ուժեղեք արհամարել բառը գրեք, եթե վերջ, այսինքն այս անմակարդակ խոսակցությունները, նախ ես ուզում եմ այդ առաջնորդների թիմերին կոչ անել, որ պատասխանեն Նիկոլի այդ պահվածքին, որովհետև իմ կարծիքով իրանց առաջնորդները առաջ են եւ հանրության կողմից հարգված մարդիկ են ամեն մեկը իր թիմում կամ որոշակի տեղերում եւ սա ցույց է տալիս, որ Նիկոլը նաեւ վախեր ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հենց այդ երեք անձնավորություններից, ում անունը որ տալիս է, որ իրեն լինելու են մրցակից եւ խանգարելու են հայ ժողովրդին խաբելու գործում։ Նախ եւ առաջ ինձ համար անընդունելի է, որ երկրի ղեկավարը մարդկանց հետ խոսում է արայով իր ընդդիմախոսների հետ, երկրի ղեկավարը իրեն պահում է նման ցինիկ ձևի, բայց նաեւ պետք է այդ ընդդիմադիր թիմերին ասեմ, որ օրինակ եղբայրներ, ընկերներ, գաղափարակիցներ, օրինակ իրար միս ուտելու փոխարեն, ասենք իրար թիմերի մեղադրելու փոխարեն այս թևը, այն թևը, հանրապետականը, Քոչարյանի աջակիցները, Սամվել Կարապետյանի նորաթուխ թիմը, այս սրան մեղադրել, այսինքն նայեք, դուք իրար մեղադրում եք, իրար հանրային կերպով իրար վրա ցեխ եք շպրտում, պլյուս Նիկոլն էլ ձեր բոլորի վրա է ցեխ շպրտում ու իր թիմով, իր ուրախ ավտոբուսով ոնց կարա կայֆավատ է լինում հայ ժողովրդի վրա, ոնց կարա եւ ոնց ուզում է իր քարոզարշավը անցկացնում է, եւ վերջում ամսի 7-ը կգա, դուք բոլորը զարմացած կասեք, էս ոնց եղավ, որ Նիկոլը ընտրվեց։ Դուք վերջ տվեք իրար միս ուտելու գործընթացին, վերջ տվեք իրար վրա ցեխ շպրտելու գործընթացին, վերջ տվեք իրար մեղադրելու գործընթացին, վերջ տվեք իրար մեջ չկարողանալու բաժանելու այդ աթոռները, պաշտոնները ու շահերը։ Մենք ունենք մեկ հակառակորդ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Եթե մենք Նիկոլ Փաշինյանից չազատվենք, մենք այլևս 5 տարի չենք կարողանալու սպասել նոր ընտրությունների։ Եվ այլևս իմաստ չի ունենալու մեր գործողությունները եւ քայլերը։ Այսինքն արդեն Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս փողոց, մարդկանց հետ շփվում է ու յուրաքանչյուր մարդու ով Արցախից հարց է տալիս, ով ցեղասպանությունից է հարց տալիս, Նիկոլ Փաշինյանը ուղիղ ասում է, որ դա իր քաղաքական գծին դեմ է, որ Արցախը երբեք չի եղել հայկական, որ ընդունում է, որ Արցախը ադրբեջանցիներինն է, ընդունում է, որ ցեղասպանության թեման պետքա փակել եւ ձեզ վառ օրինակ ցեղասպանության թանգարանի տնօրենի օրեր առաջ գործից ազատվելու փաստը։ Այսինքն այդ մարդը ինչ է արել։ Այդ մարդը Վենսին, J.D. Վենսին նվիրել է Արցախի մասին գիրք։ Նիկոլ Փաշինյանը իր մեկնաբանություններում ասում է, որ ցեղասպանության տնօրենը կառավարության քաղաքական գծին դեմ քայլ արել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հանրային կերպով բացահայտ ասում է, որ թքած ունի արցախցիների վրա, թքած ունի Արցախի վրա, Արցախահայերի վրա եւ Արցախի հարցի վրա։ Հիմա որ այդ նախկիններին մեղադրում եք, համեմատում եք Նիկոլի հետ, ասում եք բոլորն էլ նույնն են։ Երբ եք տեսել նախկինների ժամանակ, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, լավ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ, երբ եք տեսել այդ երեք ղեկավարներից մեկը կանգնի ու ասի, որ Արցախը դա հայկական հող չի։ Երբ եք տեսել այդ երեքից մեկը կանգնի եւ ասի, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, թուրքերը մեզ չեն կոտորել։ Այսինքն, եթե մենք
պետքա ուրանանք մեր նախնիներին ցեղասպանելը, մեզնից հողեր օկուպացնելը, մեր սերունդը կտրել ցանկացողի հետ եղբայրություն անելը եւ այդ ամեն ինչի վրա աչք փակելը, ուրեմն մենք ինքնություն չենք ունենա, մենք պետություն եւ պետականություն չենք ունենա։ Հիշեք, ամսի 7-ին ով կգնա ու կընտրի Նիկոլին, ինքը ընտրում է իր անունից, որ ավելի པարզ լինի, էլի։ Հիմա սա կարելի է համարել խոսակցություն ընտրողների հայ ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր պատրաստվում են ընտրել Նիկոլին։ Եթե դուք գնաք ընտրեք Նիկոլին, դա նշանակում է, որ դուք կողմ եք, որ համասեռամոլները շատանան Հայաստանի Հանրապետությունում։ Եթե դուք ընտրեք Նիկոլին, դուք կողմ եք, որ Արցախը դա թուրքական հող է եւ արցախցիները երբեք չպետք է գնան Արցախում ապրեն։ Այսինքն Նիկոլին ճիշտ եք դարձնում իրեն ընտրելով։ Եթե ընտրեք Նիկոլին, նշանակում է, որ դուք ուրանում եք ցեղասպանության փաստը, եւ մենք այլևս պահանջատեր չենք մեր պապերին եւ տատերին ցեղասպանելու համար թուրքերից եւ ադրբեջանցիներից։ Եթե դուք ընտրում եք Նիկոլին, դա նշանակում է, որ դուք համարում եք, որ 301 թվականին քրիստոնեություն ընդունած ժողովրդի հոգևոր առաջնորդը վեհափառը չի, Կտրիչ Ներսիսյանն է, եւ եթե այսքան եթեներ, եթե Նիկոլին եք ընտրում, պետքա պատրաստ լինեք, որ օրը ցերեկով պետքա մարդիկ իրար դանակով խփեն, ավտոմատներով իրար վրա կրակեն։ Եթե ընտրում եք Նիկոլին, պետքա համակերպվեք, որ նիկոլական падգամավորները պետքա իրանց պահեն ահավոր լկտի ձևով, ոնց որ երեք պահում էր իրան Վահագն Ալեքսանյանը, ով ընդդիմադիր լրագրողներին ինչ ասեց, ասեց, ու հասկանում եք, այստեղ խնդիրը նրանում չի, որ այս կամ այն մարդ ասեցա, գլոբալ է, այս երևույթը գլոբալ հարց է դարձել մեր երկրի համար, որովհետև նայեք, Նիկոլ Փաշինյանի падգամավորներից մի հոգի ես չեմ ճանաչում, որ իրան պարկեշտ է պահում, ժողովրդի հետ շփումներում, ընդդիմախոսներին հարցերին պատասխանելիս եւ իրենց դեմ հակափաստարկված ինչ-որ բան ասելիս, ես չեմ տեսել մի նիկոլական падգամավոր, որ ինքը կանգնի, հստակ պատասխան տա այդ մեղադրանքին, որը որ արվում է ընդդիմադիրների կամ ժողովրդի կողմից։ Իրանք վիրավորում են, իրանք մարդկանց ինչ ասում են, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր իրանց ընդդիմախոսներն են, իրանց համար օլիգարխներ են, Ռուսաստանի շպիոններ են։ Այ օրինակի համար Սամվել Կարապետյանին, որ ասում եք Ռուսաստանի շպիոն։ Այո, ես ես դրանից եմ խոսում։ Նայեք, օրինակի համար դուք երեք ես տեսել եմ տարբեր падգամավորների, ովքեր, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին անվանում են Ռուսաստանի ագենտներ, Ռուսաստանի շպիոններ, Ռուսաստանը ոնց ասի տենց անեք։ Բա լավ, եկեք մի հատ սենց բան հասկանանք։ Նախ այդ մարդիկ շպիոններ չեն, այդ մարդիկ են, ովքեր անցած ճանապարհ ունեն, ովքեր ամեն մեկը արած բան ունի այս երկրի համար, կամ այդ ոնց է լինում Նիկոլ Փաշինյանի եղբայրը ապրում է օրինակի համար Ռուսաստանում, բիզնեսներ ունի Ռուսաստանում, տենց եմ լրատվականներից ինֆորմացվել ես։ Նիկոլ Փաշինյանը ռուսի ագենտ չի, բայց Սամվել Կարապետյանը ռուսի ագենտ է, օրինակ, հա, կամ Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, կամ Գագիկ Ծառուկյանը, կամ որտեղ է գրած, որ օրինակ Եվրոպայից այն մարդիկ, ովքեր Նիկոլին օգնում են ու փող են ուղարկում, իրանք բարերար են։ Իսկ Ռուսաստանից փող ուղարկողները ու Ռուսաստանում հարստացողները օլիգարխ ու շպիոն։ Այդ որտեղ է գրած, որ այդ որտեղ եք տեսել Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ Ռուսաստանի հրահանգով քաղաքական գիծ փոխեն, օրինակ ցեղասպանության հարց փագեն կամ Արցախի հարց փագեն, որտեղ եք տեսել տենց բան։ Պաշտոնավարել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը 20 տարի իրար հետ։ Երբ եք տեսել այլ երկրից ինչ-որ մեկը ասի ձեր սահմանադրությունը փոխեք ու այդ երկու նախագահներից մեկը լծվի սահմանադրություն փոխելուն։ Երբ եք տեսել այդ որ մի գերտերությունն է Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին ասել հələ դավայ, ես չտծրե այս բանը արա ու էդի եղել է։ Նույնիսկ խոսակցություններ կան, հեռախոսազրույցներ կան, տեսել ենք մեր նախագահները ինչպես են միջազգային ամբիոններում ադրբեջանցիների ու թուրքերին իրանց տեղը դնում, իրանց պատասխաններով։
Հիմա այս ներքին հակասությունները մի կողմ եմ դնում, խոսում եմ արտաքին քաղաքականությունից։ Տեսել ենք խոսակցություն, որտեղ Սերժ Սարգսյանին առաջարկում են 5 միլիարդով Արցախը վաճառել, ասում է ես ըտե իմ աղբերների արունն է թափվել, իմ ընկերների մարտական, հələ 6 միլիարդ դոլարը ես կտամ թուրքերին, թող այդ տարածքից վազնացնեն։ Այսինքն, որտեղ եք դուք տեսել Նիկոլի նման կամակատար, այս վերջի 30 տարում, 91 թվից սկսած, որ իրանք դրսի հրահանգները նենց արագությամբ ու ճշգրտությամբ կատարեն, ոնց որ Նիկոլն է անում։ Երբ եք տեսել։ Նայեք, վեհապարը գնաց խոսած Շվեյցարիայում մեր գերիներից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից։ Նիկոլը սկսեց արշավ, Փաշազադեն Ադրբեջանում խոսեց, սկսվեց արշավ վեհապարի եկեղեցու դեմ։ Ընդեղից ասում է սահմանադրությունը պետք է փոխվի, Նիկոլը տնտստում է ձեռով ասում է պետք է փոխվի։ Դանիել Լեոնիսյանը սկսում է սահմանադրական կետերով զբաղվել, սահմանադրական բարեփոխումներով զբաղվել։ Ասում են ցեղասպանության հարց, Նիկոլը ասում է օքեյ, ել չենք խոսում։ Գնում է որ միջազգային միջոցառմանը գնում է, թուրքերի հետ կանգնած, թուրքերի առաջ կզած, թուրքերի ասածը անում է։ Հիմա, եթե Սամվել Կարապետյանն ու միացածը շպիոն են, բան Նիկոլը թուրքի ի՞նչն է, այս հարցին պատասխանեք։ Կարաք ասեք, եթե նրանք է շպիոն եւ հանրային կերպով ոչ մի նրանց պահանջ չեն կատարել։ Բան Նիկոլը ի՞նչ է, որ շպիոն չի, թուրքի, ուղիղ, Ամերիկայի ու Թուրքիայի շպիոն չի։ Եվ կա ինչ-որ մեկը, ով կարա ապացուցի, որ Նիկոլը գործում է 1%-ով Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շահերից։ Ու այդ որտեղ է մեր շահերի հետ համընկնում ցեղասպանության հարցը ուրանալը, Արցախի հարցը ուրանալը, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Այդ որ հայկական որ դարի ճշմարտության մեջ է մտնում, այդ մեր որ մի ղեկավարն է տենց ապրել, որ հիմա էլ Նիկոլի արածը արդարացնում եք ու քիչը արդարացնում եք, մի հատ էլ ասում եք պետք է գնալ ու Նիկոլին ընտրել, օրինակ, ուզում եմ հասկանալ Նիկոլը ինչ լավ բան է արել հայ ժողովրդի համար, մի հատիկ լավ բան, որ նախկինների ժամանակ չի եղել եւ հիմա դուք դա մատնանշելով գնալու եք ընտրեք Նիկոլին։ Այ իրա տղամարդ տեսակի համար, իրա դիվանագիտական էթիկան պահելու համար, իրա, չգիտեմ, մեր երկիրը բարձր ներկայացնելու, արա որ արժանիքի համար եք ուզում Նիկոլ ընտրեք։ Ես այսպես եմ նայում, այն մարդը, որ գնում է Նիկոլին ընտրի, կիսում է Նիկոլի մոտեցումները, իսկ Նիկոլի մոտեցումները, այ այսպիսին են, հիմա թող էկրանին հայտնվի, դուք տեսեք ում եք գնում ընտրելու էլի, ասենք ոնց կարա իրան հարգող տղեն, երկրի ղեկավարը, վարչապետը իրան այսպես պահի։ Դա գեղարքունիքի մարու կարտոշկա չուտել, այդ մեղքա։ Ամեն ինչ ուտելու հետ է կապված այս մարդու մոտ։ Նախ Աստվածաշնչում հստակ նշված է, որ կրամոլությունը դա ամենամեծ մեղքերից է։ Այս մարդը հիմա խորհուրդ է եկեղեցական ստեղծել, ինչ որ արշավներ է եկեղեցու դեմ պարբերաբար անում, այսօր վեհապարի ելքը երկրից արգելել են, որպեսզի նա գնա Վրաստանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողություններին մասնակցի, գիտեք, նրանց հոգևոր առաջնորդն է մահացել 94 տարեկան հասակում։ Նայեք, դա նույնպես մեր երկրի դեմքն է, մեր հոգևոր առաջնորդը պետք է գնա այլ երկրի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը մասնակցի, Նիկոլը չի թողնում։ Այ որ հիմա ասում եք Նիկոլը, օրինակ այս որկրամոլությունը, այս հանրային կերպով ինչ որ բաներ լափելը, սրան ուտել չեմ կարող ասեմ ես, ասենք երկրի ղեկավարը ձեռները վառելով կարտոշկա է ուտում, հասկանում եք, նաև նույնիսկ այնքան որկրամոլ է, այդ կարտոշկան չի սպասում սառի որ ուտի, կամ չգիտեմ, ճենջոտ պերաշկի ատում ճենջոտ ձեռներով, լավաշը առնում, փողը տալիս է ձեռով այդ լավաշը բռնում է, տոպրակի մեջ չի դնում, սուջուխա երկար, ասենք 6-7 մետրանոց ուտում ուղի եթե չգիտեմ, այսինքն դա շնորհքով է, դա մեզ պատիվ է բերում, արդյոք սա ամբողջ հայ ազգի ներկայացնող ներկայացուցիչը պետքա լինի ամբողջ աշխարհում։ Ես, իմ ընկերները, իմ հարազատները ամաչում ենք, որ այս մարդը պետքա մեզ ներկայացնի ամբողջ աշխարհում։ Ես ամաչում եմ, որ այս երևույթն է իմ երկրի ղեկավարը, որովհետև այս անձնավորությունը չունի դիվանագիտական կրթություն, չունի ռազմական կրթություն, չի ծառայել բանակում, չի ավարտել համալսարան, չունի դիվանագիտական կրթություն, չունի պատկերացումներ Հայաստանի Հանրապետության շահերի եւ օգուտի մասին։ Այս անձնավորությունը չի կարա գործի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, որովհետեւ
այս անձնավորությունը այլ տեսակետներ ունի կյանքի եւ ապագայի նկատմամբ նրա տեսակետները, պլանները եւ կարծիքները սովորական հայրենասեր հայի մտքի գաղափարների նպատակների հետ չեն համընկնում։ Այ օրինակի համար Բագրատ Սրբազան ինչի համար է ձերբակալված, կարաք ասեք տերորիստ է, հա այդ մարդը, ասենք տերոր է, իր տնից գտել են 2 հատ, ասենք, չգիտեմ, ինչ որ լույս տվող բաներ, որ ասենք քաշում ես, պրոստը լույսով դա դառնում է ինչ որ Իմիջիալոս այդ նույն բանը մենք 18 թվին տեսանք, որ Այդ եմ ասում, իրանք օգտագործել են այդ նույն բանը ազգային ժողովում, բա հիմա եթե Բագրատ Սրբազանը տերորիստ է, Նիկոլ ինչ գործ ունի երկրի վարչապետի պաշտոնում, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը 18 թվին այդ գունավոր բաները չէին բացում ազգային ժողովում, սենց սաղ օդ ազգային ժողովի է դրանով պղտորում ու անցնում առաջ իրանց քարոզարշավին, քայլերթին, ցույցերին։ Բայց այդ մարդիկ տերորիստ չեն, Սրբազան մարդը, որ եկեղեցին թողել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ է խնդիրներ տեսել, այն տարածքում, որտեղ որ հոգևոր ծառայությունը մատուցել այդ տարածքը ուզում էին հանձնեին թուրքերին, կիրանցը, ստացի ինչ կա այդ սահմանազատումից, սահմանագծումից, ուր մնաց բա ինչի համար օրինակ թուրքերը որ մտել են Վարդենիս, թուրքերը որ մտել են Կապան, որ Սյունիք են մտել, օկուպացրել են արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, բա նիկոլականներ, նիկոլ ընտրողներ, Նիկոլից հարցրել եք, բա այդ տարածքները Ադրբեջանը հետ չի տվել։ Բա ասում եք Նիկոլը սուտասան չի, Նիկոլը լավ վարչապետ է, պատերազմ չի ուզում էլ, այսինքն որ պատերազմ չես ուզում, պետքա ձևը տենց է, քո երկրից անընդհատ ինչ-որ տարածք տաս Թուրքին։ Այսինքն հիմա օրինակը բերեմ 2 հարևանների վրա։ Եթե ես ապրում եմ մի շենքում, որտեղ դիմացի հարևանը անընդհատ իմ տնից ինչ-որ հատված է ուզում, ես չպետք է իր գլուխը ջարդեմ, պետք է անընդհատ իմ տնից հատվածներ իր անունով գրեմ, որ ինքը ինչ չծեցի, ու մեկնաբանեմ, որ իմ տունը խաղաղ եմ ուզում մնա, չեմ ուզում, որ կինս, երեխեքս տենան ոնց եմ հարևանի հետ կռվում։ Դրա համար իմ տնից տարածքներ եմ տալի հարևանին, որ իմ կնիկը երեխեն հանգիստ ապրեն, էլի կոնֆլիկտ չլինի։ Այսինքն այս սկզբունքով դուք արդարացնում եք Նիկոլի գործողությունները, ասենք թուրքը ադրբեջանցին ինչ կապ ունի Վարդենիսի հետ, ինչ կապ ունի Սյունիքի հետ, ինչ կապ ունի թուրքը օրինակ Կապանի հողի հետ, կասեք ինչ կապ ունի Արցախի հետ այդ հողերը ընդհանրապես։ Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք է, որը օկուպացրել են թուրքերը։ Այդ Նիկոլի բերած Ալմաթայի քարտեզներով, տո ես շատ գիտեմ 3-րդ դարի քարտեզներով, ոչ մի քարտեզով այդ տարածքները թուրքական հող չի համարվել, որ իրանք օկուպացրել զորքով նստել են այդտեղ։ Բա հիմա Նիկոլը որ ասում է մենք խաղաղություն ենք մեր բարեկամների հետ բերում, թուրքի իր համար բարեկամ է, բա իր բարեկամներից խի մեր հողերը հետ չի ուզում, չեն տա, գիտեք խի չեն տա, որովհետև կզող մարդուն, սեփական շահերը ուրացող մարդուն, սեփական հողն ու երկիրը ծախող մարդուն, սեփական զինվորին արյան բերան տանող մարդուն, սեփական սրբազաններին ու եկեղեցու դեմ արշավ անող մարդուն աշխարհում ոչ մեկ չի հարգում, ոչինչ հետ չի տա ու կվերցնի այնքան ինչքան կարա։ Դրա համար եթե դուք ցանկանում եք, որ այս իրավիճակը այլևս փոխվի, ամսի 7-ին խնդրում եմ ձեզ, Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք, ընտրեք այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի դեմ հստակ հակակշիռ են։ Նաև մի ընտրեք այն մարդկանց, ովքեր ձայն են փոշիացնելու, ովքեր վստահ չեք, որ կանցնեն խորհրդարան։ Ընտրեք այն մարդուն, ով մտածում եք, որ կգա ու այս երկիրը ոտքի կկանգնացնի։ Ու այս մեր քաղաքական դաշտում նախկին 3 նախագահներից ոչ մեկի թիմը այնքան այս հայրենիքին իրար հետ վերցրած վնաս չի տվել, ինչքան Նիկոլ Փաշինյանն է տվել այս վերջի 7-8 տարում։ Այ 30 տարում դրա 10%-ի չափով վնաս չեն տվել։ Ու եթե մարդիկ ասում են, որ բա Սամվել Կարապետյանը գա ինչ անելու էս, գա ինչ անելու են, գա ինչ անելու, Նիկոլը արդեն ինչը որը արել է դուք տեսել եք։ Այսինքն չի կարելի այն մարդուն, ով էլ իշխանության չի եկել, ասել որ ինքն էլ է տենց անելու կամ ասել այդ նրանք էլ էին տենց անում, որովհետև օրինակի համար նրանք երբեք ես չեմ տեսել, որ մահացած զինվորի դիակը գցեն պարկերի մեջ ու 40 օր տենց 40 պլյուս ջերմաստիճանի տակ պահեն ու այդ մարդկանց դիերը փտացնեն, չգիտեմ, որը նենց հոդգա չկարանաս այդ տարածքի դուռը փակես։ Ոչ մի նախկին ղեկավար ու նաև ապագա ղեկավար չեմ ճանաչում, որ գնում է Բրյուսելում կանգնում է,
իր արած հայտարարություններից հետո, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, որ Արցախը հայկական հող է ու ճանաչում է Արցախը Թուրքիայի կազմում։ Ոչ մի հայ չեմ ճանաչում, որ ասելա ցեղասպանության հարցը պետքա փակվի։ Մենակ Նիկոլին եմ ճանաչում ես։ Ուրիշ ոչ մի հայ չեմ ճանաչում, որ եկեղեցու դեմ արշավանի, որ ցեղասպանության հարց ուրանա, որ Արցախը տա թուրքերին, մի հատ հայ եմ ես տես ճանաչում, դա Նիկոլն է։ Ոչ առաջ եմ տեսել, ոչ էլ հետո եմ տեսնելու նման հայ։ Եվ ես ուզում եմ, որ դուք այս ամեն ինչը ձեր նեղ անձնական շահերը, ձեր նեղ անձնական օգուտները մի կողմ դնեք, եւ այս առաջկա ընտրություններին ինչ որ մեկի ընտրելուց հասկանաք, որ դա դուք ընտրում եք ձեր երեխայի ապագան, հասկանաք, որ դուք ընտրում եք ձեր երկրի ապագան, հասկանաք, որ գլոբալ պետքա դուք ներգործություն ունենաք այդ ընտրության մեջ, փոփոխեք այդ ընտրության ելքը, ոչ թե մտածեք ընտրություն, մի բան է մենք բռնենք էլի, մեկին մի բան խոսք տանք, մի բան դրա դիմաց ունենանք, անցնենք առաջ, ջհանդամ թե երկիրը չի կործանվի, ջհանդամ թե վաղը մյուս օր պրասպեկտում նամազ չեն անի թուրքերը ու ջհանդամ թե մեր երեխեքը ասենք թուրքի լծի տակ չեն ապրի, որովհետև այդ անելուց հետո այդ սաղ ներ անձնական խնդիրները, օգուտները իջիկ են ելնելու։ Մենք ունենալու ենք մի հատ խնդիր գլոբալ, Թուրքից ազատվելու խնդիր։ Քանի շուտ է, մի ծախեք ձեզ Նիկոլին ձեն տալու համար։ Քանի շուտ է, մի տրվեք Նիկոլի մանիպուլյացիաներին ու սադրանքներին։ Եվ ես մեկ մեջբերում եմ ուզում անեմ, երբ ես մեղադրում եմ Նիկոլ ընտրող մարդկանց նիկոլականներին եւ մնացածին, ես նաեւ հասկանում եմ, որ այդ մարդկանց մեջ կան մարդիկ շատ լավ, ովքեր Նիկոլի մանիպուլյացիաներին այնց են տրվում, որ չեն հասկանում, որ ինքը խաբեբայ է, բայց նաև պետք է այդ մարդկանց ասեմ, որ այս 8 տարվա մեջ Նիկոլը այնքան բացահայտ բաներ արել հայ ժողովրդի դեմ, այնքան է խաբել, արա այդ փաստերը, սաղ տեղերը կա, որ պետքա նաիվ լնես էլի, որ այդ ամեն ինչը աշկ փակես ու ասես դե Նիկոլն ինչ արել, դրա համար եմ իրան ընտրում, ինքը վատը չի։ Նայեք առանց վիրավորելու եմ բացատրում ու ասում, որ հասկանաք, որ Նիկոլ ընտրելուց միևնույնն է, ոչ մի բան դրական չի գնալու առաջ։ Եվ ես չեմ ճանաչում մի անձնավորություն իմ շրջապատում, որ Նիկոլին է ընտրել ու չգիտեմ, իր համար երկրի տեսլականում ինչ որ դրական փոփոխություն ա եղել։ Այն էլ ինչն էլ խոսք են տվել, միևնույնն է չեն արել։ Եվ Նիկոլ Փաշինյանը ես չի որ պետք է ասեմ, որ պրոֆեսիոնալ խաբեբայ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն էր ասում օրինակ, որ Սյունիքի ձնոտ լեռները մեզ պետք չեն, բայց ինչ որ լրագրողի հարցին ասում է ես տես բան եմ ասել, ես չեմ հիշում տես բան։ Հետո Նիկոլ Փաշինյանն էր կանգնում ընդդիմադիր ժամանակ, ասում որ մարդիկ հացին կակա են ասում, մարդիկ աղքատ են, բայց այդ նույն Նիկոլ Փաշինյանը այսօր, չգիտեմ, կանգնում ասում է աղքատ են, եղբայր, թող եզնից վազն անցնեն, թող աշխատեն, հարստանան։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանն է, որ ասում են, որ կամերաները որ գամ իշխանության հանելու եմ, բայց նաև այդ նույն Նիկոլ Փաշինյանի օրոք այդ կամերաները բոլորը ավելացել։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանն է, որ ասում էր հացի գինը, բենզինի գինը, չգիտեմ, սիգարետի գինը, հարկերի գինը, մաքսատուրքերը, թանկ են ես ժողովուրդը հալածվում ա ձեր ձեռքը, կիսել եք ես երկիր իրար մեջ, բայց փաստացի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հացը 80 դրամ էր, 100 դրամ էր, հիմա հացը դարել է 200-ից 500 դրամ։ Սիգարետը 5-600 դրամ էր, հիմա դարել է 1100-ից 1200 դրամ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին օրոք նույնիսկ մարդկանց սոցիալական մակարդակը չի բարձրացել։ Մարդիկ կրկնակի են վճարում այն ամենի համար, ինչ առաջ վճարում էին կես գնով գնում էին։ Այսինքն Նիկոլը ինչ է արել, որ դուք Նիկոլին եք ընտրում, որ դուք Նիկոլին եք պաշտպանում։ Որտեղ է Նիկոլը ձեզ, ինչ կաշառքն է վերացել։ Այսինքն առաջ կաշառք տալիս էին, Նիկոլը ասում էր կաշառակերեն, հիմա պրոստը գներն է բարձրացել, կարծում եմ, ոչ թե կաշառքն է վերացել։ Եվ ամեն ինչ արվում է շատ ավելի սիրուն ձևով, որովհետև մարդիկ արդեն իրաց պետական բյուջեից են կաշառում, այսինքն պարգևավճար են բաժանում նոր տարուն ընթառաջ, այնքան պարգևավճար են բաժանում, որ կարելի էր այդ պարգևավճարով, օրինակ թոշակառուների թոշակա այսքան մեր խոսալուց հետո 10000-ի տեղը 13000 դրամով բարձրացնել։ Այ հասկանում եք, ոչինչ չի վերացել, ձևերն է փոխվել, ավելի թանկացել է ամեն ինչի գինը, եւ այդ ամեն ինչի գլխին Նիկոլ Փաշինյանն է, Ալեն Սիմոնյանն է, Ռուբեն Ռուբինյանն է, իրանց օլիգարխներն են, Խաչատուր Սուքյասյանն է, չգիտեմ, ու նմանատիպ մարդիկ, ովքեր
չունեն հայրենիքի հետ կապված պլաններ։ Նրանք մենակ սեփական աթոռի, սեփական շահի, սեփական բիզնեսի, սեփական փողի մասին են մտածում եւ ձեզ խաբում են, որ իրանց ընտրեք, որ 5 տարի ավել կեղեքեն մեր երկիրը, մեր ժողովրդին ու մեր հայրենիքը։ Հետևաբար, եթե դուք չեք ուզում ձեռները վառող կարտոշկա ուտող վարչապետ ունենալ այս տեսքով, նույնիսկ իր կինն է թողելու գնացել, այսինքն մի մարդ, որ չի կարողանում սկիրա ընտանիքը ղեկավարի, ոնց պետք է 3 միլիոնանոց ժողովուրդ ղեկավարի, լավ ես չեմ հասկանում, դուք այդքանը չեք կարող վերլուծեք ու հասկանաք, մի տղամարդ, ով իր կնգան չի կարող վերահսկի, պահի իր կողքը, ոնց պետք է 3 միլիոնանոց ժողովուրդ վերահսկի, ոնց պետք է 3 միլիոնանոց ժողովրդի կարիքները հոգա, ոնց պետք է այդ 3 միլիոնանոց ժողովրդին նենց անի, որ իրանից գոհ լինեն, չի կարող անել, որովհետև դա այդ տղամարդու էությունից է գալի, այդ տղամարդու գործելակերպից է գալի, սա այս տեսակ տղամարդ է, իսկ հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ, հայրենասեր, հող սիրող, եկեղեցի սիրող, մեր կարմիր գծերը սիրող, մեր ցավոտ կողմերը բարձրաձայնող ղեկավարի կարիք ունի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Հետևաբար այս հաղորդումը այս ֆոնի վրա ես ցանկանում եմ ավարտել եւ բոլորիդ խնդրում եմ առաջիկա ընտրություններին ինչ որ մի գործողություն անելուց առաջ 10 անգամ մտածել, 1 անգամ կտրել նոր, որովհետեւ այլևս մենք պետականություն չենք ունենա, եթե էլի Նիկոլին ընտրեք։ Շնորհակալ եմ։